Լուսնե ջան, այդքան որ ասեն ընտրակաշարք են բաժանում։ Ընտրակաշարք են բաժանում։ Ընդդիմությունը թե իշխանությունը։ Չէ, ընդդիմությունը, որ այդքան բռնում են, քանի օք են բռնել ընտրակաշարք են բաժանում։ Մենակ ուժեղ Հայաստանից 700-ից ավելի ձերբակալված Նախ ընտրակաշարք բաժանողներին նախ դրա մեծ մասը ես վստահ եմ, օրինակ կոնկրետ Արման Սահակյանին եւ կյանքին մեռնեմ, ազատություն եմ մաղթում համ Արման Սահակյանի իմ աղբորս, համ Արմեն Աշոտյանին, Աշոտյանը դե էս հետ կապ չունի, ինքը ուրիշ թեմայով է բռնված։ Արման Սահակյանին, պարզ չի որ Արման Սահակյանը ընտրակաշարք չի բաժանում, որ ես 100% ասում եմ, որ տես բան չկա։ Ու ես այս ժամանակի ընթացքում կտենակ, որ դա սուտ էր Արման Սահակյանի գլխին սարքեցին մի բանի համար, որտեղ Արման Սահակյանը ուժեղ տղա է, որտեղ Արման Սահակյանը 8 տարի այնքան ուժեղ տղա է, որ 8 տարի իշխանության չի, բայց որ Հելմա Չերեմուշկա սաղ կողերն են հավաքվում։ Չերեմուշկայի ամենաուժեղ տղեն այսօր Արման Սահակյանն է, որ ամենամեծ ձայները ինքը ունի։ Այդ դրա համար իրան բռնեցին։ Զուտ դրա համար գլխի սարքին բռնեցին։ Ոնց որ Ղարաբաղը հանձնելու համար մանվելին սարքին Տուշոնկի կող, դից այդ Չերեմուշկում ընտրություններում հաղթելու համար Արման Սահակյանի սարքին կաշառք բաժանող։ Կարող է Արմանը ձերման էս շարա։ Հետո չգիտի որ բաժանես կբռնվես։ Սովորական մարկանց ես բռնում, թախների սարքում որպես կաշառք բաժանող, բա որ մեկը բաժանի ոնց կբռնես։ Արման Սահակյանը տես մի ամիտ տղա էր, հա, որ բռներ կաշառք բաժաներ, որ դու գայր բռների։ Սարքել եք գլխին, պարզից էլ պարզ է, որ սարքել եք Արման Սահակյանի գլխին սարքել եք, որտի Չերեմուշկայում ձեր ձայները մեծել են, որտեղ Արման Սահակյանը Չերեմուշկի, Լուսնե ջան, այսօրվա քպան որ իշխանությունից դուրս գա։ Իշխանությունը չունեն։ Մի հոգի կկանգնի ձեր կողք կարա, Նիկոլ, Ալեն, Մալեն, սաղի կողը, մի հոգի կկանգնի, իսկ դուք իրար կողք չեք կանգնի։ Իսկ Արման Սահակյանը որ հելմը կանգնա իր հին ընկերների 90%-ը կողն են, մի 10%-ն են թռես տարիների ընթացքում։ Այդտենց ինքը ուժեղ արդար ուժեղ մարդ է։ Ազատություն է մաղթում Արման Սահակյանն, Արման ջան, չգիտեմ, էսի քո փաստաբանների միջոցով երևի խոսքերս թող հասնի քեզ, այս բառից համար կներեք տանձի թանգար չդնես Արման ջան, դու ճիշտ ես ու ժամանակի ընթացքում սաղը կհասկանան դու ճիշտ ես ու քիքես բռնեցին, դու ճիշտ ես, դու ցավը տանեմ։ Օրինակ Ես եմ նա ասեմ, կներեք, ես եմ նա ասեմ, Նիկոլ Փաշինյան, քեզ եմ ուզում ասեմ։ Այդ որ ընտրակաշարք է, այնօրներ ասում են 5 տարի նստելու են։ Մինչև մյուս նստելու։ Բա որ այդ ընտրակաշարք բաժանողներին տես լավ բռնում ես, բայց ձերոնց խիչ ես բռնում։ Համիկասի մերոնք ընտրակաշարք չեն բաժանել։ Ճիշտ ես ասում, չեն բաժանել։ Խիպտի բաժանին որ։ Ասեք ընտրակաշարք տալիս ես ինչի՞ մար ձայն ես առնում, չէ՞։ Քեզ պետքա ձայն առնես, այնա դու ձայնը խլում ես, կողանում ես։ Եթե մի բանը կարաս ձրի վերցնես, խի փող տաս։ Բայց որ դու ձայները մարկած խլել եք, գողացել եք, այդ դրա համար խի՞ ես մարդ պատժում։ Համատարած նախքին հանրապետականի 10 ովչիկները 10-ով կայնան քո համար, որտեղ դա տեսակով 10 ովչիկներ են։ Եկուց Ալիևը որ կա Ալիևի համար են նույն 10-ով կեք անում։ Բա խի՞ ես բռնում, դա մի հոգու բռնել ես, կոչ չեմ անում բռնելու։ Ազատություն աշխարհի բոլոր կալանավորներին ես ոչ մեկին նստելը չեմ ուզում, ես գործտվող տեսակ չեմ։ Ոչ մեկին նստելը չեմ ուզում, ազատություն աշխարհի բոլոր կալանավորներին, բոլոր։ Բայց եթե դու արդար մարդ ես, բա խի՞ ես իրանց էլ բռնում։ Համիկասի սուտ մի հատ, համ հեսա կարող ես գնացել զրպարտում ես։ Կարանց։ Համ ես ես ասում եմ, Նիկոլ, սպեցնուժբաներիդ հանձնարարի, ես վստահում եմ սպեցնուժբաներիդ։ Հանձնարարի 24 ժամ կամ մի շաբաթ ինչքան ժամանակ ես տալ, թողան քեզ զեկուցեն։ Ասա դավոն ճիշտ ասում, թե սխալ։ Եթե կասեն, տես բան չկա, հրապարակավ ներողություն կխնդրեմ, հրապարակավ։ Բայց եթե դու իրականում չգիտես, սպեցնուժբեկի հանձնարարը քեզ տես ոնց են գալիս զեկուցում, ասում արա ճիշտ ասում, դավոն համատարած մարդկանց էլ սպառնում, էլ վախացնում, էլ ճշտում գործադրում։ 10 ովչիկները, Լուսնե ջան, մոտենում էին սաղ տուն առ տուն։ Սաղին մոտեն իրանց ենթակա, իրանց աշխատողներին մոտենում էին, ասում էին կամ կգաս ընտրության Նիկոլին, կտես կամ ընտրության մի արի։ Եղել է տես բա թե չէ ոչ թե մի դեպք հազարավոր, տասնյակ հազարավոր, 100 հազարավոր դեպք էր արա։ Այդ որ բերմին լեցում էին միտինգավորներից։ Ես լիքը մարդկանց անձամբ գիտեմ որ քեզ աղատում էին, բայց գործից չանելու համար եկել են, ես էլ եմ բոլորին կոչար ասեմ գնացեք, բախի հանեմ ձեզ, գործեքուց որ երեխեք սոված մնաց, ես կարանու եմ պահեմ քո երեխուն, կամ մեզ ինչ օգուտ, որ եկուց գնա, բայց մտի ընտրության իրան մի ընտրի։ Ես տենց կոչ եմ արել բոլորին։ Ուզում ասեմ, բա էդի վարչական ռեսուրս չէ, էդի ճշում չէ, դրա համար մեկը դատվել, հա։ Մեկը բռնվել, հա, չեմ ուզում ներից եմ ասում իրանց էլ մի բռնի, բայց այդ կաշառակերներին էլ կաշառ բաժանողներին էլ կոպիտ ասած ազատ արձակի, ոչ մեկին էլ մի բռնի, չեմ ասում, երևույթը վերացրա, բայց մի բռնի, ես կոչ չեմ անում, բռնես նստեցնես,
Լույսե ջան, հասարակ բան, մեկին իրա այդ ո՞նց է կաշառ բաժանողներին բռնում է, անդիմադիրներին, հա, դուք կաշառ չեք բաժանը իրոք էլ չեք բաժանում, դուք խլել եք, նագրի ձայնը խլել եք, սպառնացել եք, վախացել եք, շանտաժանելով ձայներ եք բերել, բա դրանց խի չես բռնում։ Համատարած Լուսո ջան, ասեմ հանրապետականի, վաղ, սենց բան չի եղել այս կարգի ճնշում գործածել մարդկանց վրա։ Մարդկանց տուն մտնին, ենթակա իրան շեֆերը մտնին, ասում են կամ կգաս Նիկոլին կտես կամ ընտրության մի արի։ Սենց են արել, ու սպառնացել են, եկար հանգարց մերը չարից սես կանեն, կես կանեն, ամեն մեկի թուլ կետերը գտնում են։ Այդ թվում նաև պավեստ եք հա։ Այո, հատկապես Ռուսաստանից ժամանած մեր հայրենիքից շատ եմ խոսացել։ Մարդկանց ստրկացնես, արա, դու ես որ մարդկանց պարտադրես, ասես Էստիանը կամ այդ ես միշտ դրա մասին հազար անգամ խոսացել եմ։ Այդ պարտադրանքը դա ստրկացում է, որի որ ժողովրդին ասեմ հելեք, այդ պավեսկը մտցեք դրանց հետ ու ցանկացած օրենք։ Լույսնե ջան, որը որ հանում են Ձեր ցանկությամբ չի ժողովուրդ ջան, հելեք ասեք փոխը գետոնք։ Դու ով ես որ դու պիտի որոշես ես իմ կյանքում ինչ անեմ, ինչ չանեմ։ Ես ի սովետը չէ որ պարտադրում եմ պիտի աշխատես սովետի վաղ։ Որ մի բանը պարտադրանքով ա լույսնե ջան, դա իմ ներվի վրա ազդում է։ Պարտադրանքով։ Չի կարելի պարտադել, դա 18 տարեկան երեխուն չի կարելի պարտադել ղրգել բանակ։ Չի կարելի։ Մարդը գերագույն արժեք է։ Չէ, պարտադրանքը շահագրգռի թողուզեն։ Լավ, ես ինիկով սա մասին շատ եմ խոսացել։ Խիչես բա բռնում մեկին։ Լույսնե ջան, ըստից էլ է երևում, էլի ինքը դիկտատոր կեղտոտ անսկզբունքային մարդ է։ Համի կասի, վաղը չեմ ասել, ես տեղյակ չեմ, այդ 10 ովչիկները ինքնագլուխ են արել։ Դե հիմա ես քեզ ասեմ, Նիկոլ, մեկա գիտեմ ինձ լսում ես, շատ էլ լավ ես անում ու լսում ես։ Իմ սաղ բաները դե ինքը լսում է, ոնց որ մինչև 18 տարեկան, 18 թիվ ասում տարեկան։ Ես է իր ֆանատը, սաղ լսում է, հիմա ինքը ինձ է լսում։ Դե լավ, մի ասեք, որ իր ֆանատն եք եղել, ուրիշ մի ասեք, որ իր ֆանատն եք։ Չէ, դե լսում եք, Լուսո ջան, մի վաղ իր բալետ է անում։ Լսում եք։ Չէ, կողմ չէ իր, բայց լսում է սաղ հարցազրույցներ ու հավեսով է լսում։ Հիմա ինքը որից լսում է իմ կողմնակիցը չի գաղափարը։ Ինչ իմանան, կարող կողմնակիցը որն էր իրան ճիշտ կպայր։ Վերջի ինչ եմ ուզում ասում, Լուսնե ջան, դե թող հիմա ինքը իր սպեցդուժբաներին հանձնարարի, որ վաղը չեմ իսօրը չասի ես չեմ իմացել։ Հանձնարարի թող գան քեզ զեկուցեն, հələ տենամ սուտեն զեկուցելու։ Թող զեկուցեն, ես իմ ասած երևույթները եղել է, թե չի եղել։ Համատարած այդ տենց են, այդ ձայները որ հավաքել ես մեծ մասը տենց ես հավաքել։ Ինչ որ իմացել հակու զոմբիներն են։ Բայց մեծ մասը ձայների դա տենց էս ավակե սպառնալով վախացնելով մարդկանց ու այդքանից հետո էլի կենտրոնական ընտրական հանձնաժողովում կեղծել են որ դու 50-ը տենց էլ չէիր հավաքում դաժե տենց 50-ը չէիր հավաքում կեղծել են էլի Լուսնե ջան